Ինչ այսօրվա իմ հերոսը իմի կբերի ընտանեկան լուսանկարներն ու ընտանեկան ալբոմը ես շտապ եմ ողջունել ձեզ։ Բարև հրաշքատող բարեկամ եթերում իմ բանաձևն է։ Եվ այսօր մենք ազգային ժողովի падգամավոր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվի տնօրեն եւ ինչու՞ չէ նաեւ մեր նախկին գոլեգա Վարդգես Ուլուբաբյանի ընտանիքում ենք։ Բարև ձեզ։ Պարոն Ուլուբաբյան, շնորհակալություն, որ հյուրընկալեցիք մեզ ձեր ընտանիքում։ Ձեր նկարահանումը եւս մեկ առիթ դարձավ իմ նկարներս մի հատ նորից նայեմ, որոշ դրվագներ հիշեմ, չգիտեմ, երբ եմ վերջի անգամ ես այս նկարները նայել։ Շատ հետաքրքրեց նաև կուզենայինք մենք միանալ հենց այդ հիշողություններին։ Պարոն Ուլուբաբյան, այստեղ ես լուսանկարներ նկատեցի, որտեղ դուք շատ փոքր եք։ Քանի տարեկան եք հենց այս լուսանկարներում։ Դե չեմ հիշում, ճիշտն ասած, երևի մի 4-5 տարեկան եմ, ստեղ մի քանի ամսեկան եմ։ Իսկ հետաքրքիր է, ինչպիսի երեխա էիք։ Արդեն երևի այդքան էլ ամոթ չի խոստովանեմ, չար երեխա էի, շատ էի չարչարում ծնողներիս, ուսուցիչներիս, հարևաններիս, բայց նաև կար այն հատկությունները, ասենք, ինչ-որ մեկին եթե մի օգնություն էր պետք, ինձ էր կանչում։ Նաև անկեղծ էիք այդ ամենը։ Անծանոթին էլ էի օգնում, փողոցում տեսնում էի ինչ-որ տատիկ, ինչ-որ ծանր բեռատանում, անպայման օգնում էի։ Իսկ հետաքրքիր է, հենց այդ տարիքում ինչ երազանք ունեիք։ Իմ տրամադրությունը այնքան փոփոխական էր, որ մի օրվա մեջ կարող է մի քանի անգամ իմ երազանքներս փոխվեն։ Դրա համար չեմ կարող առանձնացնեմ, որ այս երազանք կար կամ այն երազանք կար։ Ահա որ շատ ջուր էի սիրում ու միշտ մտածում էի, որ ծովափ գնամ, մի տեղ լողանամ, ձմեռ լինի, ամառ լինի։ Պատկերացրեք, մինչև հիմա էլ այդ նույն բանը մեջս կա։ Նախասիրությունը մնացել է։ Ջուր եմ շատ սիրում, հա, ու մանկուց փախչում էի տնից։ Դպրոցից փախչում էի գնում գետը։ Ձմեռ լինի, աշուն լինի, փախչում էի, ձուկ էի բռնում։ Չէի կարողանում մի օր առանց ջրի, առանց մեր բնությանը, պատկերացրեք, մանկուց այդ բնությունը, մեր բնությունը շատ էի սիրում ու մինչև հիմա էլ չի անցել, մի քիչ էլ ավելացել է այդ սերը դեպի մեր բնությունը։ Այդ քիչ առաջ նշեցիք, որ շատ չարչարում էիք նաև ուսուցիչներին։ Այդքանով հանդերձ դպրոցում առաջատար աշակերտ էիք։ Չէ, չէի ասի, այդքան էլ լավ աշակերտ չէի, այդքան էլ լավ չէի սովորում։ Պարոն Ուլուբաբյան, հենց այս բանին ես թերթում էի ձեր ալբոմը եւ նկատեցի երիտասարդ տարիքին լուսանկար, այստեղ երևի դուք ուսանող եք։ Դա Ռուսաստանում սովորում էի թատերական ուսումնարանում, այո, մեր կուրսն է։ Իսկ թատերական այդ նախասիրությունն ասեմ, թե մասնագիտության ընտրությունը ինչպես ընտրեցիք։ Դա իմ երազանք չէր մանկության, դա ուղղակի մտածում էի, որ միգուցե մեջս կա տաղանդ, ինչ-որ բաներ կար, բայց երևի դա իմ ճանապարհը չէր։ Նույնիսկ շինարարական ինստիտուտ էի սովորում, էլի զգացի, որ չեմ կարող։ Զգում էի, որ այդ իմ բնագավառը չէ։ Մանկության ժամանակ կինո շատ էի սիրում էի ինչ-որ մեջս կար, ճիշտն ասեմ, այդ ստեղծագործական ինչ-որ բաներ, նմուշներ ես մեջ զգում էի, մեկ-մեկ փորձում էի բանաստեղծություն գրել, չէր ստացվում, բայց ես զգում էի, որ ինչ-որ բան երաժշտությունն էի շատ սիրում։ Ես միշտ մտքումս երաժշտություն եմ հնարում, մինչև հիմա էլ։ Այո։ Երաժշտությունը մեջս ստեղծում է ու մեջս էլ մեռնում։ Ես այստեղ նաև լուսանկար նկատեցի գիտարով, նվագում եք։ Իմ տարիքի Ստեփանակերտի դպրոցներում իմ հասակակիցների մեջ երևի մի 50-60%-ը գիտար նվագում էին։ Այն ժամանակ շատ մոդայիկ էր, բնության գրկում կամ փողոցում մի հատ զբոսայգում նստում էինք, ընկերներով նվագում էինք ու դասարանում էլ նույնիսկ ունեինք խումբ, անսամբլ ունեինք դասարանում։ Իհարկե մեր ամենահայտնի երաժիշտ Գառնիկ Ավանեսյանը
Ստեփանակերտցիները շատերը գիտեն իրան, իր գլխավորությամբ ինքը շատ լավ երաժիշտ էր, ցավոք մեզ հետ չի հիմա։ Իսկ այսօր նվագում եք։ Մի հատ լարը կտրած է, չգիտեմ երբ վանից ժամանակ չկա չեք կարոտում բերեմ փող։ Բայց եթե բնության, այսինքն գնում ենք ինչ որ տեղ ենք գնում գիշեր մնում ենք անպայման պարտադիր կրակը պիտի լինի։ Խարույկի կողքին էլ պիտի նվագենք, երգենք մեր հին երգերը։ Կա լավ խմբեր ունենք, Ստեփանակերտում լավ հին տուրիստներ ունենք, որոնց հետ շատ մեծ հաճույքով գնում, մնում ենք անտառում ու այտենց հետաքրքիր անց ենք կացնում։ Միգուցե դա իմ կյանքի ամենամեծ թույլ տված սխալն էր, որ երաժիշտ չեմ դառել։ Իսկ գեներում ինչ որ երաժշտական արմատներ ունեիք։ Հերս գյուղացի մարդ էր, բայց տունը մինչև հիմա էլ մեր տանը Քյամանչյան մնում է, Քյամանչա էր նվագում, դաշնամուր էր նվագում, շատ հետաքրքիր ձևով։ Բայց երաժշտական կրթություն չուներ, ինքն էլ չուներ։ Հա, իմ հորեղբայրը շատ լավ նվագում էր մանդալինա, այդ հունական, գիտարա, ինչ ասես որ չէին նվագում։ Եվ վերջին հաշվով ինչպիսի մասնագիտության մեջ ձեզ վերջում գտաք։ 88-ին մեր շարժման հետ միասին մեր հեռուստատեսությունը սկսեց աշխատել։ Հեռուստատեսությունը կազմավորվեց, բայց առայժմ հաղորդումներ չէինք տալիս, ուղղակի պատրաստում էինք, սովորում էինք։ Մտել եմ հեռուստատեսություն որպես ռեժիսորի ասիստենտ ու ինձ թվում է չեմ սխալվել, մինչև հիմա էլ չեմ զղջում դրա համար, երևի այդ բնագավառումն եմ ես ինձ գտել։ Հեռուստարեժիսոր, օպերատորություն էի անում սկսած 93 թվականի սեպտեմբերից, եթե հիշում եք Գոյամարտ հաղորդաշարը ստեղծեցինք Սենոր Հասարացյանի հետ միասին, իր գլխավորությամբ ու ես զգում եի, որ դա պետք է մեր երկրին։ Առաջին քայլն ինչպես եղավ այդ ռեժիսորական գործի, կհիշեք։ Խայտառակ վիճակ էր, այն ժամանակ մի քիչ ուրիշ ձևի էր, ուղիղ եթեր էր շատ ու այդ ուղիղ եթերում պատկերացրեք սուբտիտրերը նկարիչներ նկարում ու տակովը դնում, ինկրուստացիա ենք անում, նեղ մասնագիտական թեմայա այդքան էլ հեշտ չի բացատրելը, բայց շատ ծանր ու շատ դժվար աշխատանք էր։ Առաջի անգամ ինձ փաստի առաջ կանգնեցրեց մեր գլխավոր ռեժիսոր Նիկոլայ Դավթյանը, նստեցրեց միանգամից պուլտին, ռեժիսորական պուլտին ու եթե հիմա այսքան պուլտա չէ, ռեժիսորական, այն ժամանակ մի 4-5 մետր երկարություն ուներ այդ պուլտը ու մի 1000 կնոպկա, չգիտեմ, միքսեր եւ այլ ու միանգամից սա իրար եմ խառնել, սխալ ցիտրեր տալով բանով ու դրանից հետո արդեն մտածում եմ որ չէ, կամ պիտի լավ սովորեմ այդ գործը, կամ պիտի այդ գործից հեռանամ։ Կամաց արդեն որ պատերազմը թեժացավ, արդեն ես այդ գործը թողել եմ ու լրիվությամբ ընդգրկված էի ինչպես մյուս իմ տարիքի տղամարդիկ պատերազմին։ Պատերազմի ամենաթեժ պահին ինչի մասին եք մտածում։ Ինչի մասին էր մտածում ուսանողը, ով կիսատ է թողել Ռուսաստաններում իր ուսումը, կրթությունը կամ ուղղակի ծրագրեր առաջիկայի հանդեպ եւ այդ ժամանակ արդեն ուրիշ ոչ մի բանի մասի չէի մտածում, ես չէի մտածում որ ինչ որ բան եմ թողել, կիսատ, դա լրիվ ուրիշ կարևորություն էր ինձ համար այդ պատերազմը, ես լրիվ ինձ փոխել եմ, ուրիշ ոչ մի բանի մասի չէի մտածում։ Ընտանիքումս գիտեմ որ նույնիսկ իրանց մասին չէի մտածում էի որ առաջ խաղացում չլինի թշնամու կողմից, միշտ մտածում եմ որ իմ երեխեքը մեր տանն են ու նույնիսկ նկուղ չունենք։ Գիտեք, պահեր կար որ բանը, ասենք մի օրով եթե ինչ որ Մարտակերտի շրջանից գալիս էի տուն, ինձ համար սամակրուտկա էին պատրաստել, թեկուզ իրանք դեմ էին որ ծխեն, հերս միշտ իրես խոսում էր որ ծխող է, բայց ինքը իր ձեռքով սամակրուտկա էր սարքել
լրիվ ուրիշ կյանքն է փոխվել։ Իսկ այդ ժամանակ արդեն ամուսնացած էիք, այո։ Արդեն ամուսնացած էի ու մի երեխա ունեինք, չէ՞, Մարիամ։ Դա շատ ծանր օրեր էին։ Անհանգստանում էի համ ամուսնուս համար, համ եղբայրս էր շատ փոքր հասակից ընդգրկված այդ ջոկատում։ Մեր ջոկատումներ։ Հա։ Տենց աղջիկս փոքր էր, մի 7 ամսական էր։ Պարոն Ուլուբաբյան, իսկ ինչ որ վախի զգացողություն կար։ Վախի զգացողություն կար եւ սեփական, ֆիզիկական գոյության համար եւ ծնողներից եւ ընտանիքից եւ աղջիկաս ամեն ինչի համար էլ վախը կար, բայց դա չի նշանակում, որ պիտի սաղ թողնենք, փախչենք։ Իսկ կհիշեք պատերազմական տարիների ձեր ջոկատի առաջին նվաճումը։ Ես այդ մասին շատ քիչ եմ խոսել։ 90 թվականի հունվարի 13-ին, երբ որ Ստեփանակերտում այդքան էլ մեծ պատկերացում չկար պատերազմի մասին, գետաշենում էինք մի քանի հոգով ու կարելի ասած իմ առաջի մարտս ընդեր ազատ կամոգյուղեր կային, շատ մեծ քանակով թշնամու մեծ հարձակում էր այդ գիշերը ու մենք 17 հոգի ենք։ Շատ սիմվոլիկ բաներ կար այդ պահին, որտեղ լրիվ մեր հայությունն էինք ներկայացնում 17 հոգին Ստեփանակերտցի, Երևանցի, Քյավառցի, Գետաշենցի 17 հոգով մենք այդ մեծ հարձակումը մենք ասինքն գյուղերը պահել ենք, չենք թողել, մտել են գյուղը ու շատ մեծ կորուստներով արդեն իրանք նորից թողել փախնել զինտեխնիկայի օգնությամբ, սովետական բանակի օգնությամբ 17 հոգով ինձ մոտ հրացան էր տոզ 8 ու իմ առաջի վիրավորվելս էր 90 թվականի հունվարի 13-ին։ Երբ արդեն մարտն ավարտվեց, հաջողությունը ձեր ձեռքերում էր, չնայած ֆիզիկապես տուժել էիք հենց դուք, ինչ զգացողություն ունեիք, որ սա ձեր խմբի առաջին հաղթանակն էր։ Ուղղաթիռներով սովետական բանակի հատուկ ինչ որ ջոկատների հատուկ զորքեր էին ուղղաթիռներով դեպի մեզ գալիս, որ մեզ բռնեն։ Ես չգիտեմ որտեղից մի հատ բան եմ գտել, բրիտվա եմ գտել, չգիտեմ ում օգտագործած, մորոքս թռաշել, առանց ջրի, առանց բան, հա, ոչ թե անճանաչելի, որպեսզի մորոքով այն ժամանակ ֆիդային էին, չէ, մորոքով էքստրեմիստներ էին, բռնում էին։ Ու այդ թեժ մարտից հետո մենք պիտի կարողանայինք նորից թաքնվեինք միտեղ կամ փախչեինք, որպեսզի սովետական այդ սպեցնազ կոչվածը մեզ չգա չբռնի։ Ու մենք նորից մենք էլ մեր հայկական ուղղաթիռով փախանք եկանք Մարտակերտ, Մարտակերտից Ստեփանակերտ։ Պարոն Ուլուբաբյան, ես այդ թերթում էի ձեր ընտանեկան ալբոմը եւ նաեւ հարսանեկան լուսանկար նկատեցի։ Կպատմեք ինչպես ծանոթացաք, ինչպես հիմք դրվեց ձեր հարաբերություններին։ Այդքան խորանանք։ Ինչու՞ չէ։ Ինչ որ գործով եկել էր հեռուստատեսություն 89 կամ 90 թվականին։ Դեռ տեսել եմ, մտածում ես ով է, ինչա, մենք մի ռեժիսոր ունենք, պատերազմի ժամանակ զոհվել էր Ալեքսանդր Գասպարյանը։ Ասում է հարևանս է։ Ծանոթ գտա։ Եթե պետքա ծանոթացնեմ, վերջը կամաց տենց զանգով, բան, կամաց տենց խորացավ։ Պարոն Ուլուբաբյան, բոլոր այս տարիների ընթացքում միշտ աշխատատար մասնագիտություններ եք ունեցել։ Այդ աշխատանքի զբաղվածությունը, աշխատատարությունը չէր խանգարել ընտանիքին ավելի մոտ լինել։ Ընտանիքին միշտ էլ մոտ էի։ Եթե չհաշվենք պատերազմի ժամանակաշրջանը, միշտ էլ նույնիսկ ճաշին տուն եմ գալիս։ Նույնիսկ եթե սոված չեմ, կերած եմ, չպիտի ինչ-որ բան ուտեմ, առիթ է, այդ մի ժամ ու կես կամ 2 ժամը ես տուն եմ գալիս, պարտադիր, եթե
չեմ ճաշելու գոնե մի քիչ շփվեմ հետները։ Տիկին Գայանե, ձեզ նման հարց, ընդհանրապես ինչպեսի մարդ է պարոն Ուլուբաբյանը ընտանիքում, ինչպես կբնութագրեք։ Ընտանիքին շատ նվիրված, շատ բարեկամասեր, ընկերասեր, նույնիսկ շատ վաղ ընտանիքը տուժում է, բայց Իշա ընկերներին, հա, հարազատներին։ Հետաքրքիր է, պարոն Ուլուբաբյան, ընտանիքում ունեք ինչ-որ սահմանած կանոններ, որոնք ընտանիքի բոլոր անդամների համար անխախտ են։ Եթե ինքը չի հասցնում, Գայանը ինչ-որ բան չի հասցնում, ես ամոթ չեմ գտնում, այդ բանը ես անեմ, կամ ես ինձ կերակրեմ, եթե ինքը աշխատանքի վայրում է ու չի կարողանում գա տուն։ Ես սովորեմ ինչ-որտեղ ինձ համար հաց սարքեմ, դա նորմալ է։ Նույնիսկ մարդկանց հյուրասիրեմ։ Կոֆե, թեկուզ եւ սուրճ դնեմ կամ թեյ սարքեմ, հյուրերին ընդունեմ։ Կիրակի օրերը սուրճը ինքն է սարքում։ Գիտեք, ես ինչ անում եմ, հավեսով եմ անում։ Եթե հավեսումս չկա, կարողա չանեմ։ Եթե ինձ ասում են, կարողա չանեմ։ Իսկ ինչու միայն կիրակի օր, այդ օրերը ավելի ազատ եք լինում, ավելի Թե միասին ընտանիք ընտանիք, այո, ավելի ընտանեկան միջավայր։ Միակ օրն է, որ սաղս միասին տանն ենք։ Հետաքրքիր է, ինչի մասին է մտածում պարոն Ուլուբաբյանը, երբ աշխատանքից տուն է գալիս։ Աշխատանքը թողնում եք աշխատանքի վայրում եւ տուն եք գալիս, թե նույն այդ աշխատանքային մտքերը նաեւ Մեր տնեցիք, ճիշտ ասած, մի քիչ տուժում են։ Չգիտեմ դա լավ է թե վատ է, բայց ինչ որ բաներ կուտակում է աշխատանքի վայրում։ Ես իմ կոլեկտիվում շատ հանգիստ եմ ինձ պահում եւ ինչ որտեղ դա կուտակվում է մեկ լինում է որ ինչ որ միտեղ պիտի պայթի բացվի այդ ամենը իհարկե աշխատում եմ շատ չարաշահեմ բայց ինձ հասկանում են մեր տանը ու չեն նեղանում ինձանից Իսկ ձեր առաջին օգնականը ով է Մեծ աղջիկս մեր տան սաղ այդ տղամարդու գործերը հիմնականում ինքն էր անում ռազետկա սարքելա, չգիտեմ, այդ ատվորկի բանի գործերը մեծ աղջիկս էր անում, դե հիմա որ արդեն ստեղ չի, պիտի ես էլ սովորեմ, արդեն պիտի սովորեմ հարսանիքի նախորակին ինքն էր մեր պադիոզդը ինքն վերանորոգել, ինչ որ սրտիկներով բանով սենց հարսանիքի համար վերջը սաղ պատրաստել Պարոն Ուլուբաբյան, ես ունեմ նաև բլից հարցեր, որոնց կցանկանայի պատասխանեիք երկուսով եւ համառոտ, բնականաբար անկեղծ։ Երջանկության ձեր բաղադրատոմսը որն է։ Դա էլ ինչ որտեղ փոխվում է մարդու տարիքի հետ միասին հիմա էս միայն ու միայն առողջությունը։ Առողջություն, եթե մենք ունենանք, ուրիշ ոչ մի բան պետք չի։ Ապահովված է։ Մի բան կանենք, մի բան կմտածենք։ Տիկին Գայանե Ձեր կարծիքով համաձայն եմ Վարդգեսի հետ ճիշտ ասում։ Ամենակարևորը առողջությունն է։ Ինչը չեք կարող հանդուրժել ընտանիքում, պարոն Ուլուբաբյան։ Բնավորությամբ շատ փափուկ է, դրա համար հեշտ է հանդուրժել, հեշտ է ներել երևի։ Հա, շատ։ Ու չարաշահում են։ Ձեր հանդուրժողականություններով ամբողջությունը ընտանիքում թե դրսում։ Շահագործում են։ Ընտանիքում թե դրսում։ Ամենտեղ էլ ինքը այդ բենա։ Ամենտեղ։ Ինչն է կարևոր ընտանեկան հարաբերություններում։ Հանդուրժողականությունը կարևորում եմ։ Որ իրար հասկանան ընտանիքում ամենակարևորը դա է։ Ինչը պիտի լինի ընտանիքի հիմքը։ Ընտանիքի հիմքը երևի պիտի լինեն ավանդույթները, մեր հայկական ավանդույթները։ Արդեն այս տարիքում ես նոր սկսում եմ հասկանալ իմ բաց թողումները, իմ սխալները ծնողների հանդեպ, մեր մեծերի հանդեպ, մեր ավանդույթները միշտ չէինք մենք ճիշտ ձևով, մեր ավանդույթների հանդեպ վերաբերմունքը միշտ չէր ճիշտ ու այն նոր ես սկսում եմ հասկանալ, որ իզուր չի, ավանդույթը հենց օդից բռնած ինչ-որ բան չէ, լի գրված, ավանդույթը դա հազարամյակներով եկած օրենքներ է։ Մտածողություն է նաև։
ու մեր հայկական ապրելակերպը։ Հաջողված ընտանիքի ձեր բանաձևը։ Հենց առաջի օրվանից պիտի իրար հասկանան, պիտի կարողանաս նաև զիջես։ Չեմ ասում սկզբունքներդ ոտնահարես, բայց ինչ որտեղ պիտի կարողանաս դու ինչ որ կոմպրոմիսի գնաս։ Մենք մեր սխալների վրա պիտի սովորենք, կամ նույնիսկ մեր ծնողների սխալները, մեր երեխեքը մեր սխալների վրա պիտի սովորեն ու չօգտագործեն։ Տիկին Գայանը, հաջողված ընտանիքի ձեր բանաձևը։ Որպեսզի իրար հասկանան, հարգանք լինի միմյանց հանդեպ։ Շատ բարի, ընտանեկան այսպիսի բանաձև է առաջարկում Ուլուբաբյանների ընտանիքը, եթերում իմ բանաձևներ, կհանդիպենք մեկ շաբաթից։